Երբ մարդը իր կյանքով կարողանում է հարյուրավոր մարդկանց հիշողության մեջ թողնել հարգանք, վստահություն և շնորհակալություն, դա նշանակում է, որ նա ապրել է ոչ միայն իր համար, այլ նաև ուրիշների համար։ Սերգեյ Գրիգորյանը հենց այդպիսի մարդկանցից էր։ Ժամանակի մասին հաճախ ասում են, որ այն ամենավստահելի բուժիչն է։ Ասում են, տարիները կարող են մեղմել ցավը, վերքերը փակել և հիշողությունները դարձնել ավելի հանդարտ։ Սակայն կան դեպքեր, երբ նույնիսկ ժամանակն է անզոր։ Այդպիսի դեպքերից մեկն էլ Սերգեյ Գրիգորյանի հիշատակն է։ Նրա անունը շատերի հիշողության մեջ պարզապես չի մնացել, այն դարձել է խորհրդանիշ, արդարության, ուժի, ազնվության և մարդասիրության խորհրդանիշ։ Սերգեյ Գրիգորյանը պարզապես ճանաչված կամ հարգված մարդ չէր։ Նա այն հազվագյուտ մարդկանցից էր, որոնց մասին խոսելիս մարդիկ առաջին հերթին ասում էին մեկ պարզ, բայց շատ կարևոր բան՝ նա մեծատառով մարդ էր։ Նրա մեջ համատեղված էին այնպիսի արժեքներ, որոնք այսօր շատերը փնտրում են՝ սկզբունքայնություն, արդարամտություն, պատասխանատվություն և ամենակարևորը՝ մարդասիրություն։ Շատերի համար Սերգեյ Գրիգորյանը պարզապես ծանոթ կամ ընկեր չէր։ Նա մարդ էր, ով միշտ պատրաստ էր օգնության հասնել, մարդ, ով չէր շրջանցում ուրիշի ցավը և չէր լռում անարդարության առաջ։ Նրա ներկայությունը հաճախ բավական էր, որպեսզի մարդիկ վստահություն զգային։ Նա այն մարդկանցից էր, որոնց կողքին կանգնած ուրիշները զգում էին ուժ և պաշտպանվածություն։ Սերգեյ Գրիգորյանի կյանքը հեշտ ճանապարհով չի անցել։ Այն լի էր պայքարով, փորձություններով և դժվարություններով, բայց այդ ամենի մեջ նա երբեք չի կորցրել իր մարդկային նկարագիրը։ Նա միշտ ընտրել է արդարության ճանապարհը, իսկ այդ ճանապարհը, ինչպես հայտնի է, երբեք հեշտ չի լինում։ Սակայն հենց այդ պայքարն էր, որ նրան դարձնում էր այն մարդը, ում այսօր հիշում են այդքան շատ մարդիկ։ Նրա մասին խոսելիս մարդիկ հաճախ նշում են միևնույն բանը՝ Սերգեյ Գրիգորյանը միշտ կանգնում էր այն մարդու կողքին, ով օգնության կարիք ուներ։ Շատերի կյանքում նա դարձել է այն մարդը, ով դժվար պահին ձեռք է մեկնել, աջակցել, ոգևորել կամ պարզապես կողքին կանգնել։ Այդպիսի մարդիկ հազվադեպ են հանդիպում կյանքում, և հենց այդ պատճառով նրանց բացակայությունը զգացվում է շատ ավելի ծանր։ Սերգեյ Գրիգորյանի հիշատակը շարունակում է ապրել ոչ միայն նրա հարազատների, ընկերների կամ մտերիմների սրտերում։ Նրա մասին հիշում են նաև մարդիկ, ովքեր գուցե երբեք անձամբ չեն ճանաչել նրան, բայց լսել են նրա մասին պատմություններով, օգնության, արդարության և մարդկային վերաբերմունքի մասին։ Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որ կարող է ստանալ մարդը, երբ նրա գործի մասին հիշում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբեք չեն հանդիպել նրան։ Սերգեյ Գրիգորյանը թողեց մի հետք, որը դժվար է ջնջել, հետք, որը մնացել է մարդկանց հիշողության մեջ, որպես բարության, ուժի և արդարության օրինակ։ 2024 թվականի հունիսի 11-ը դարձավ այն օրը, երբ Սերգեյ Գրիգորյանի կյանքը ողբերգական կերպով ընդհատվեց։ Այդ օրը շատերի համար դարձավ ծանր հարված։ Մի պահ, որ բաժանեց ժամանակը երկու մասի, մինչ այդ օրը և դրանից հետո։ Այսօր արդեն ժամանակ է անցել, սակայն ցավը չի մեղմացել։ Շատերի սրտերում այն նույն ծանրությանն է, ինչ առաջին օրը, որովհետև կան մարդիկ, որոնց կորուստը պարզապես հնարավոր չէ լրացնել։ Սերգեյ Գրիգորյանը հենց այդպիսի մարդկանցից էր։ Նա մարդ էր, ով իր կյանքով ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել սկզբունքային, արդար և մարդկային արժեքներին հավատարիմ։ Եվ հենց այդ պատճառով նրա հիշատակը չի մարում և երբեք չի մարելու։ Այն շարունակում է ապրել մարդկանց սրտերում, հիշողություններում և պատմություններում։ Թող լույս իջնի Սերգեյ Գրիգորյանի Ֆազի Շիրիմին։ Թող Աստված լույսերի մեջ բնակեցնի այն մարդու հոգին, ով իր կյանքում բազմաթիվ մարդկանց ձեռք է մեկնել և շատերի համար դարձել հույսի ու վստահության աղբյուր։ Հավերժ հիշատակ Սերգեյ Գրիգորյանին, ով ցույց տվեց՝ մեծատառով մարդ լինելը նշանակում է կյանքը նվիրել ուրիշներին, նույնիսկ այն դեպքում, երբ դա վտանգում է սեփական անձը։